Բարյարև իմ շատ սիրելի կարիճներ, դուք առաջին տեղում եք, ես ուզում հենց այդ նորությունից սկսել, առաջին տեղում եք պահպանել եք դուք նորից ձեր առաջին տեղը եւ բնականաբար ես հիմա ձեզ կներկայացնեմ նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը եւ այն նշեմ, որ վերաբերում է ոչ միայն արևի նշանով կարիճներին, այլ առաջին հերթին ասցենդենտի նշանով կարիճներն են, ովքեր նոր են միացել, այսինքն դուք կարող եք լինել ցանկացած նշան, բայց ձեր ասցենդենտի նշանը լինի կարիճը եւ սա այս ինֆորմացիան ձեզ մասնավորապես վերաբերում է եւ այսպես այսօր իմ օրացույցով Նեպտունի օրն է, տեսեք ձեզ Նեպտուն անորոշությունը, ինչ որ անորոշ վիճակի մեջ են արդյոք այդ քայլը անեն, որը կարող է վերաբերել իրենց անձնականին, գործնական դաշտում դա կարող է ինչ որ հարաբերություններ լինել, առողջությանը կարող է վերաբերել աշխատանքի, ինչպես որ ասացի, այսպեսի հարցեր կան, իրեն կանգնած են այդ հարցերի լուծման շեմին եւ այդպես դժվարանում են ինչ անել, ինչպես անել եւ այլն, հա, այսպեսի անորոշության մեջ են, բայց անհանգստանալ պետք չի, դուք արդեն ես կարծում եմ 21-ից հետո այդ բոլոր գործողությունները կամ եթե ինչ որ ինֆորմացիա եք սպասում, այդ բոլոր գործողությունները կիրականանան, սա հոկտեմբերի մասին է խոսքս, ուշադիր եղեք, որովհետեւ հոկտեմբերից շարունակվում է նոյեմբերը, որպես ես նոյեմբեր ասեմ, քան որ ձեր նշանի համար պետք է մանրամասնեմ, դրա համար եմ այդպես ավելի մանրամասն ներկայացնում, որ ձեզ համար հասկանալի լինի։ Հոկտեմբերից սկսվում է գործողությունը, որովհետև նոյեմբերին արդեն նոյեմբերի 5-ին տեղի կունենա լիալուսին, այսինքն այն ինչ որ դուք կսկսեք 21-ից հետո, այն գործողությունները, որ կկատարվեն արդեն 21-ից հետո, մինչև 5-ը իրեն կհասնեն իրենց տրամաբանական ավարտին։ Կարող են լինել մարդիկ, ում մոտ արդեն որոշակի ինչ որ իրադարձություններ, գործողություններ կատարվել են, ահա, այսպիսի իրավիճակ է, այնպես որ ուրեմն անպայման հասցրեք 21-ից հետո ուրեմն այդ գործերով զբաղվել եւ գիտեք մեծ հաշվով դուք չեք կարող դա չանել, որովհետեւ այստեղ այնպիսի էներգիաներ են կուտակված, որ դուք նույնիսկ կարող եք շատ հարցերի պատասխաններ ստանալ, եթե սպասում եք ինչ որ հարցերի պատասխանի դուք կարող եք դա էլ ստանալ, այնպես որ էներգիան այնպես այնքան ուժեղ է, որ դուք ուզեք թե չուզեք դա անելու եք, այսինքն ինքը ձեզ չի հարցնում, էներգիան եթե գալիս է, ուրեմն դուք անում եք, հետո ձեզ թվում է թե դա դուք եք արել, դա դուք չեք արել, էներգիան բերում է, հասնում է իր տրամաբանական ավարտին, հարցեր, որոնք ավելի վաղուց են եղել, բայց ժամանակ չի եղել, չի ստացվել, հիմա արդեն դա կլինի այդ գործողությունները եւ իհարկե նաեւ ինֆորմացիան դուք կարող եք ստանալ սա ուրեմն սա էլ էսպես եւ 4-ին նոյեմբերի մարսը, որ գտնում է ձեր նշանում, սիրելի կարիճներ դուրս կգա նոյեմբերի 4-ին եւ մինչեւ դեկտեմբերի 15-ը գտնվի աղեղնավորի նշանում, այստեղ ձեր ֆինանսներն են իհարկե ինքը այդպես կփախչի ջրի նշանից, այսինքն ձեր նշանից, որտեղ իրեն լավ չի զգում, իսկ կրակի նշանը բավականին ակտիվ է, այնպես որ ինչ գործողություններ որ արեցիք, հիմա արդեն այստեղ դժվարություններ եւ այլն, հիմա ինքը ավելի ուժեղ կլինի եւ այստեղ հնարավոր է ֆինանսներ ծախսվեն կամ եթե ֆինանսներ ծախսվել, ձեզ կարող են ֆինանսներ գալ, այնպես որ խոսակցությունը հիմնականում վերաբերում է ուրեմն ֆինանսներին, ահա իսկ որպեսզի դուք ճիշտ գումարը ծախսեք, վերանայեք ձեր գործերը, որտեղ են բաց թողումներ, մուտքեր, ելքեր, ֆինանսական ինչպես են եղել, ինչպես կարելի է գումարը ետ բերել կամ ինչ կարելի անել, որպեսզի լրացուցիչ եկամուտ ունենալ, այդ հարցում ձեզ կօգնի Մերկուրին նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 29 ինքը կդառնա հետընթաց գտնում է ձեր ֆինանսների տանը եւ կդառնա հետընթաց հավանաբար ինչ որ ինֆորմացիա, հավանաբար ինչ որ բացահայտումներ, հանդիպումներ, քննարկումներ կլինեն, նաև աշխատանքի հետ կապված աշխատավարձի բարձրացում կամ այդպես հավելավճարներ եւ այլն, այսպիսի իրավիճակներ կարող են լինել եւ նշեմ, որ հետընթաց Մերկուրի ժամանակ ես միշտ եմ նշում, ինքը ինչ որ առումով, քանի որ շատ մեր թույլ տեղն է այդ ինֆորմացիան
գիտեք, վատ ինֆորմացիան այդպես գալիս է հավաքվում է եւ ստեղծում է խնդիրներ։ Դրա համար մենք պիտի ազատվենք այդ ավելորդ ինֆորմացիայից, ավելորդ մտքերից, այդ լարվածությունից, որովհետեւ այդ մաքրելու process-ը եւս ինքը բավականին դժվար է, բարդ է եւ դա առաջացնում է գլխացավանք մի ավելորդ անգամ, որովհետեւ գործեր կան, մարդիկ կան, ովքեր ձեզ խանգարում են, դուք ուղղակի ուզում եք այդ մարդկանցից ավազատվել, այլևս հարաբերությունները չշարունակել, պարզաբանել ինչ որ հարցեր եւ այլն, որը ձեզ մոտ ես կարծում եմ անպայման նոյեմբեր ամսին կլինի, որտեղ ինքը հագեցած է իրադարձություններով։ Ես իհարկե սկզբում չնշեցի, բայց Մերկուրին, Յուպիտերը դառնում են հետընթաց, Մարսը, Վեներան փոխում են իրենց նշանը, Ուրանը եւս փոխում է իր նշանը մեծ հաշվով եւ Սատուրնը դառնում է ուղղընթաց, Արևն է փոխում իր նշանը։ Եթե այսքան ուրեմն փոփոխություն է լինում էներգիաների, դա եւս բերում է մեզ մոտ փոփոխությունների թե մտածողության եւ այլն, այսինքն այդ էներգիաները կուտակում են եւ մեզ ստիպում են, որ մենք մտածենք եւ շատ բաներ փոխենք մեր կյանքում։ Ահա այսպես եւ դրան անպայման կօգնի Մերկուրին, այնպես որ հետևեք, վերլուծեք, ինչպես կարելի է խնդրին լուծում տալ, միգուցե նաեւ ինֆորմացիա եք լսում, այդ ինֆորմացիան կփորձեք հասկանալ, վերլուծել եւս դա, հա, այն ինչ որ ձեզ կտրվի, այնպես որ բավականին անելիքներ ունեք։ Բոլորս իհարկե միայն ձեր համար չի, որ Մերկուրին դառնում է հետընթաց, բոլորիս համար է դառնում հետընթաց, այսինքն մենք բոլորս գործեր կա, որ պիտի հասցնենք ավարտին։ Դա ասեցի, նաև կարող է լինել առողջական հարցեր, այնպես որ կվերանայենք եւ այդ ամենը կկարգավորենք։ Ես Ուրանի մասին եւս ասեմ, Ուրանը նոյեմբերի 8-ից մինչև 26 թվականի ապրիլի 26-ը ինքը երկորյակի նշանում է, հետընթաց կմտնի ցուլի նշան, վերջին անգամ հարգելի կարիճներ, սա վերաբերում է պարտներին, հարցեր կան, որ անձնական, գործնական դաշտում, առողջության հարցում, որ դուք պիտի մի վերջին անգամ փորձեք այդ հարցերը կարգավորել։ Այսքան հարցեր կան, որ երկար ժամանակ ձեզ համար մութ է մնացել, դուք սպասում եք պատասխանի եւ կամ ինչ որ հարցեր ուղղակի չեն ստացվում, մի վերջին անգամ ինքը եկել է, որպեսզի այդ հարցին լուծում տակ։ Նու թվարկածս դաշտերում, այնպես որ դեռևս փոփոխություններ կլինեն ձեր կյանքում, տապես շատ կարիճների կյանքում ինքը բերել է արդեն եւ դեռ շարունակում է կիսատ մնացած գործն ավարտել, բերել փոփոխություններ կարիճների կյանքում եւ ասցենդենտով կարիճների կյանքում։ Սա տեսեք եւ արևի նշանով ես շեշտում եմ եւ ասցենդենտի նշանով երկուսին է վերաբերում այս փոփոխությունը ձեր կյանքում լինում են փոփոխություններ, լավ թե վատ, արդեն դա ձեր քարտեզն է ցույց տալիս։ Ահա ես Վեներային եւս անդրադառնամ, ինքը ուրեմն կմտնի ձեր նշան, իհարկե իր համար ծանր է գտնվել ձեր նշանը, որտեղ ինքը այդտեղ վտարված է համարվում, բոլոր դեպքերում այստեղ ֆինանսական հարցերն են։ Ես նկատում եմ, որ ֆինանսական հարցերը բավականին ակտիվ են ձեր կյանքում եւ իհարկե լավ էներգիայի դեպքում այստեղ կարող են ձեզ հավելել եկամուտներ լինել, ֆինանսական հարցերը կարգավորել, տեսնում եք Վեներան կմտնի ուրեմն նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 1-ը ինքը կմտնի ձեր նշան եւ Մերկուրին արդեն կդառնա հետընթաց, որպեսզի կարողանա այդ ֆինանսական հարցերին ձեզ պատասխան տալ, թե ինչ է լինելու, ինչպես է լինելու, ինչ պետք է անեք, ինչ գործեր վերանայեք։ Հա, այսպես են աշխատում եւ իհարկե 11-ին, նոյեմբերի 11-ին մինչև 2026 թվականի մարտի 11-ը Յուպիտերը կլինի հետընթաց, որը գտնվում է այդ
խեցգետի նշանում, ինքը եւս ջրի նշան է, այնպես որ ձեզ բերում է միանշանակ կբերի հաջողություններ, մասնավորապես եթե դուք կարիճի նշան ունեք մի շարք մոլորակներ, ապա ես կարծում եմ ձեզ համար դա լավ է եւ կարող եք ունենալ նոր աշխատանք եւ ավելի բարձր ուրեմն եւ այլ հաջողություններ, որ չեք կարողացել իրականացնել, գործողություններ դա կկարողանաք միանշանակ, սա կարող է լինել նաեւ իրավական դաշտում կարող է լինել անձնական ամուսնության հարցեր կարող են լինել, շրջագայության հարցեր կարող են լինել, այս ամենը դեռևս այդտեղ է եւ դուք կվերլուծեք այդպես որպեսզի հասկանաք ձեր հետագա քայլերը, այնպես որ Յուպիտերը բերում է լավ իրադարձություններ ձեր կյանք եւ դուք դրանից պիտի օգտվեք, քանի դեռ ինքը չի մտել առյուծի նշան, այստեղ փորձեք անել մաքսիմալը սիրելի կարիճներ, ինչ խնդիրներ ունեք, փորձեք լուծել իրավական դաշտում մասնավորապես, ինչու ոչ ամուսնական հարցերում եւս։ Ահա, եւ եթե պիտի ուզում եք ընդունվել բուհ, այդ ժամանակ եւս հիմա եւս ձեզ համար լավ ժամանակահատված է։ Իհարկե առաջիկայում ինքը հետընթաց է, բայց դեռևս գտնվում է խեցգետնի նշանում, յուրաքանչյուր նշանում ինքը մնում է 1 տարի, ահա, եւ հաջորդ կարևոր իրադարձությունը դա նորալուսինն է, արևև լուսինը կմիանան 29 աստիճանում ձեր նշանում, սիրելի կարիճներ, տեղի կունենա նորալուսինը 10:47 րոպե 5 վայրկյան, ահա, եւ այստեղ կարող եք նոր սկիզբ դնել, այսինքն տեսեք ինչ է լինում, դուք կազատվեք այդ խնդիրներից, Մերկուրին օգնում է, վերանայում եք հարցերը պարտների հետ կապված, ինչ որ հարցեր ունեք, առողջության հետ կապված հարցեր եւ այլն, այդ ամենը կվերլուծեք եւ արդեն կարող եք նոր սկիզբ դնել, նոր սկիզբ կարող է ուրեմն սկսվել ձեր կյանքում, նոր աշխատանք, նոր ֆինանսական վիճակ եւ այլն, կամ ասենք այն գործողությունները վերջացրեցիք, նոր գործողություններ, նոր հարաբերություններ, նոր մարդիկ կարող են մտնել ձեր կյանք, իսկ թե ինչ մարդիկ կլինեն, դա արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ամեն դեպքում զգոն եղեք, զգուշ եղեք, որովհետեւ ես անցնեմ, լավ, ես հաղորդման վերջում կներկայացնեմ, ինչևէ 1 օր անց արդեն արևը 22 նոյեմբերի արևը դուրս կգա ձեր նշանից եւ կտեղավորվի աղեղնավորի նշանում, բնականաբար կարակ է, ինքը այդտեղ իրեն լավ է զգում եւ կփորձի ձեր ֆինանսական հարցերը կարգավորել, ֆինանսները, որ դուք ծախսել եք, ինչ նպատակով հնարավոր է նորից ուրեմն գումարներ կան կամ պարզապես գումարներ կան, այսպես այդ ինչ որ գործարքներից եւ այլն, ասացի ձեզ եկամուտ, հավելյալ եկամուտ կարող է լինել կամ ինչ որ գումարներ կարող են ձեզ դուք ունենաք։ Այսպես եւ նոյեմբերի 28-ին Սատուրնը, որ գտնում է ձկան նշանում, ինքը կդառնա ուղընթաց, հետընթաց էր բնականաբար խոյի նշանում էր գտնվում, հետընթաց մտավ ձկան նշան մի վերջին անգամ եւ այստեղ ես հետեւյալը կարող եմ ասել, որ ինչ որ խնդիրներ կան, դուք անպայման փորձեք լուծել, մասնավորապես եթե ունեք առողջական խնդիր, ես կարծում եմ, տեսեք մանավանդ այդ հոկտեմբերին, հա, հենց վաղվանից ցեկո սկսված հոկտեմբերին դուք կարող եք զբաղվել այդ հարցով եւ գիտեք, այստեղ ինքը ես ուզում եմ անդրադառնալ մինչև փետրվարի 14-ը դուք ժամանակ ունեք եւ մինչև 14-ը փետրվարի կարող եք այդ հարցերը ավարտել, այսպես ասեմ, որպեսզի չշտապենք, տեսեք դուք ունեք նոյեմբեր ավարտելու համար, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվարի կեսերը փաստորեն, ինչ հարցեր, որ խնդիրներ ունեք, սիրելի կարիճներ, անպայման ավարտեք, մասնավորապես աշխատանքի եւ առողջության հետ կապված։ Հիմնականում այս հարցերն են, որովհետեւ եթե դուք հիմա դա չարեցիք, հետո կանգնելու եք խնդրի առաջ, այսպիսի հարցեր կան։ Սա էլ էսպես եւ ես ուզում եմ վերջում իհարկե զգուշացնել ձեզ, որ
նոյեմբեր ինքը ծանր ամիս է, դուք արդեն լսեցիք, ես ձեզ ասացի, որ փոփոխությունը մոլորակն է դառնում են հետընթաց, ուղընթաց, նշաններ են փոխում եւ այլն, իսկ դրանք բերում են մանավանդ որ Մերկուրին ինքը դառնալու է հետընթաց, ընդհանրապես այստեղ գլխացավեր նյարդային համակարգը լարվածությունն է բավականին մեծ լինում, դրա համար գիտեք դրանք կուտակվում են նաև այն փաստը, որ կարող են լինել կոնֆլիկտներ, հիմա կոնկրետ ձեր դեպքում այստեղ ֆինանսներին կարող է վերաբերել եւ ես ձեզ խորհուրդ կտամ, որ դուք բանկերի հետ նոյեմբեր ամսին կեսերից հետո զգուշ լինեք եւ վարկերի հետ բանկային որևիցե այդպես գործարքներ կամ ֆինանսներ պարտքով տալ խորհուրդ չէի տա, որ դուք ինչ որ մեկին գումար պարտք տայիք, մեծ գումար մասնավորապես եւ զերծ մնայիք կոնֆլիկտներից սա շատ կարևոր է եւ իհարկե ուզում եմ զգուշացնել նաեւ որ ուշադրություն դարձրեք նաեւ ձեր առողջական վիճակին դա արդեն նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին այդ ժամանակահատվածում մասնավորապես մեծ ուշադրություն եք դարձնում ձեր առողջությանը եւ գիտեք ինչ ես հիմա եթե նշեմ 17-ից սկսած մինչեւ 25-ը եւ արդեն 30-ին 1-ին 2-ին ստացվում է գիտեք այսպես որ նոյեմբերի արդեն կեսը երկրորդ կեսը առաջինը մինչեւ 15-ը լավ է երկրորդ կեսը արդեն մենք պետք է լինենք մաքսիմալ զգոն ուշադիր դուք մասնավորապես ֆինանսական հարցերում աշխատանքի հետ կապված փորձում են կոնֆլիկտներ չստեղծել եւ լինել ուրեմն ուշադիր զգուշ եւ ոմանք հնարավոր է որ ուղղակի եթե ուշադիր չեն մեծ գումար կորցնեն նայած ասենք անձնական քարտեզ միգուցե այստեղ հնարավոր է նաեւ մեծ գումար գալ բայց Իհարկե անձնական քարտեզով էս դա պայմանավորված բոլոր դեպքերում գլոբալ առումով լարվածությունը մեծ է այսպես կարող եմ ասել ուստի պարզապես լինում ենք ուշադիր չենք ներքաշվում կոնֆլիկտների մեջ ինքներս փորձում ենք եւս կոնֆլիկտներ չստեղծել եւ կհաղթահարենք ինչպես նաեւ դուք կհաղթարեք միանշանակ կարիճները կհաղթահարեն իրենց համար ընդհանրապես դժվարություն չկա թեկուզ դա լինի ասcendent-ի նշանով կարիճները ես ավելին քան համոզված եմ այսպես համառորեն որ դուք պահում եք առաջի տեղը ձեր ձեռքում դուք ամեն ինչը կարող եք հաղթահարել եւ այդպես ընդհանրապես խնդիր չեք ունենա եւ անպայման կկիսվեք կոմենտներում մեկնաբանություններում արդյոք օգտակար եղան իմ խորհուրդները եւ համենայնպես շատերն են գրում որ ուղղորդվում են իմ ուրեմն խորհուրդներով եւ դա իրենց համար շատ լավ է ես շատ ուրախ եմ այնպես որ անպայման գրեք կիսվեք ձեր տպավորությունների մասին որքանով այն ձեզ եղավ օգտակար իսկ ես այսքանով ավարտեմ ինչ կարող եմ ավելացնել կարող եմ ավելացնել ընդհանուր որ այն գործերը որ կան անպայման արեք հասցրեք ավարտին չթողնեք այդպես չուշացնեք եւ ամեն ինչ լավ կլինի եւ առավել եւս մինչեւ արդեն 5-ը դուք ձեր բոլոր հարցերը կարծում եմ կարգավորած կլինեք հետո արդեն կվերանայեք այն ամեն ինչ որ կատարվել է այն ինչ որ պիտի կատարվի եւ իհարկե ուշադիր ենք լինում որովհետեւ շատ ավելի ծրված ենք լինում հետընթաց Մերկուրիի ժամանակ, որպեսզի չկորցնենք, փաստաթղթերը չխառնվեն այդ ժամանակ շատ ուշադիր եք լինում եւ նույնիսկ կարող եք ոչ թե մի բժշկի դիմել, մի քանի բժշկի դիմել եւ հասկանալ, որպեսզի սխալմունք չլինի եւ ինքներդ որոշում կայացնեք, թե ում եք դիմելու կամ այլ հարցերում եւս կարող են տարբերակներ լինել նույնիսկ աշխատանքի հարցում կարող են լինել ինչ-որ տարբերակներ բոլոր դեպքերում ուսումնասիրեք դաշտը եւ որպեսզի կարողանաք ճիշտ որոշում, ճիշտ ընտրություն անել այսքանը իմ սիրելի կարիճներ լավ եղեք իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ